Եկեք մենք կենտրոնանանք այն հարցի վրա, պարոն Վարդանյան, արդյոք կկարողանան իսկապես հասնել կամ ինչ ճանապարհով կկարողանան հասնել այս մեր երկրում նոր կայացած ընտրությունների արդյունքների չեղարկման։ Դա հնարավոր է փողոցով անել, դա հնարավոր է, ինչպես դրա հնարավորությունը կա, եթե կա, ապա ինչ ճանապարհով եք համարում ավելի հավանական։ Ես կարծում եմ, մանդատները վայր դնելով, ինչ պատկեր կունենանք։ Դատելով նախ այն կեսժամյա հարցազրույցից, որը Նիկոլ Փաշինյանը գիշերվա ժամը 2-ին ամիջապես ընտրությունների ավարտից հետո տվեց ուրեմն այնտեղ հավաքված մի քանի տասնյակ մեր հայաստանյան եւ արտասահմանյան լրագրողներին, ինչպես նաեւ չեպազրույցի ժամանակ նորից դա հաստատեց, նա վճռականորեն տրամադրված է ուղղել այն բացթողումները, որոնց մասին քիչ առաջ ես ասացի, այսինքն նա մի քանի անգամ շեշտակի ասել է, որ իշխանությունը հետևողական կլինի եւ նա համապատասխան մարմիններից կպահանջի, որպեսզի բոլոր այն մարդասպանները, կաշառակերները, կոռուպցիոներները, թալանչիները եւ այլոք համապատասխան օրենքների համաձայն լինեն դատապարտված ցմահ ազատազրկման։ Դե տեսնեք, եթե իր խոստումը կատարի, ես չգիտեմ, ես կարծում եմ, որ նա պետք է ձգտի ամեն ինչ անել, որ այդ խոստումը կատարվի, որովհետև ցանկացած այլ դեպքում նա կկորցնի ժողովրդի վստահությունը։ Գիտեք ինչ, ամենամեծ ծառավը ես բազմից եմ ասել ժողովրդի մոտ, ցանկացած հասարակության մեջ ամենամեծ ծառավը առաջացնում է արդարության բացակայությունը։ Անարդարությունը ցանկացած մարդու համար շատ ցավոտ է, այդ թվում նաև հանցագործի համար։ Նույնիսկ այն ամենա կարկառուն հանցագործը չի կարող դիմանալ տեսնելով, որ անարդարությունը անընդհատ հաղթում է։ Այդ գողական օրենքներում էլ նույնպես ես դե գիտեմ, էլի նստել եմ, գիտեմ։ Այդ գողական օրենքներում էլ նախատեսված է, որ արդարությունը առաջնահերթ խնդիր է։ Արդարությունը պետք է միշտ հաղթած լինի։ Եվ եթե հերթական անգամ այդ արդարությունը կրի պարտություն, այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը իր խոստումները չի կարողանա կատարել այս կամ այն պատճառներով, ապա ես կարծում եմ, որ նա արդեն անվերադարձ կկորցնի ժողովրդի վստահությունը, անվերադարձ։ Շատ լավ։ Մոսկվայից Ինչ վերաբերում է դուք ասացիք փողոցային պայքարի մասին, այո, փողոցային պայքարը նույնպես միջոցներից մեկն է։ Բայց ինչ է նշանակում փողոցային պայքար։ Փողոցային պայքարը դա ոչ այլ ինչ է, քան հեղափոխություն։ Բայց մեզանում ես կարծում եմ, որ դա հնարավոր չէ, որովհետև ես չեմ տեսնում այն առաջնորդին, որը կարողանա համախմբել ժողովրդին, որը ինքը կլինի ազնիվ, կունենա բավականին մաքուր ուրեմն անցած ճանապարհ, քաղաքական ճանապարհ եւ կունենա բոլոր այն բարոյական ուրեմն տվյալները, որոնք պարտադիր են երկրի նորմալ ղեկավարի համար, որպեսզի երկիրը շարժվի ճիշտ ուղիով եւ կարողանա հասնել առաջխաղացումներին բոլոր ասպարեզներում կյանքի։ Այդպիսի առաջնորդ ես ճիշտ ասած չեմ տեսնում։ Չնայած կարող է գուցե տեսնենք Աստված տա որ դա այդպես լինի, այն ուրեմն փոքրիկ կուսակցությունները, շարժումները, որոնք այս ընտրությունների ընթացքում հավաքել են 1% կամ 1.5%, գուցե այնտեղից հայտնվի ինչ-որ մի անձնավորություն, որին ժողովուրդը կհավատա եւ պատրաստ կլինի գնալ իր հետևից մինչեւ հերթական հեղափոխության հաղթանակը։ Բայց դա
ժամանակի այդ ուրեմն տարբերակի շանսերը մոտ են 0-ի։ Շատ լավ, պարոն Վարդանյան, հիմա Մոսկվայից սպասենք, շնորհավորանքի թե չսպասենք, եւ երկրորդը դուք գիտեք, որ տևական ժամանակ է սպառնալիքները, որոնք մենք լսում էինք, դրանք արդեն գործնական տեսք ստացան, մասնավորապես տնտեսական տեսք ստացան, այսինքն սահմանափակումներ մտցվեցին եւ մեր տնտեսվարողները լուրջ խնդիրների առջեւ կանգնեցին։ Հիմա հնարավոր կլինի վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, այդ տնտեսական համագործակցության ճակատագիրն ինչպիսին կարող է լինել։ Գիտեք ինչ, ես կարծում եմ, որ հասարակության ճնշող մեծամասնության համար այդ Ռուսաստանի շնորհավորանքի կամ այդ շնորհավորանքի բացակայության փաստը ոչ մի նշանակություն չունի, ոչ մի նշանակություն չունի։ Ես կարծում եմ կշնորհավորեն, որովհետև որքան ես գիտեմ, Փաշինյանը պատրաստում է մեկնել Մոսկվա, եթե հրավեր լինի։ Հրավեր կլինի անպայման։ Դե Ռուսաստանն էլ է հասկանում, որ ինքը այդ միջոցները օգտագործելով ինքն էլ է տուժում։ Վերջին հաշվով գիտեք ինչ, այ ոնց էին ասում են հայտնի կինոնկարի ուրեմն հերոսուհի Նոննա Մորդյուկովայի հերոսուհին, որ ասեց պարտադրեք, որ անպայման վերցնեն ուրեմն լատարեի տոմսերը, եթե չվերցնեն, իսկ եթե չվերցնեն գազը կանջատենք։ Բայց ինչ է նշանակում գազը անջատել։ Այսօր ամբողջ այդ գազի մատակարարման համակարգը ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանին, չէ՞։ Դա Գազպրոմն է։ Այսինքն Ռուսաստանը ոչ թե Հայաստանին է գազ վաճառում, այլ ինքը իրեն է գազ վաճառում։ Ինքը այդ գազը վաճառում է բավականին մեղմ գներով իր իսկ մասնաճյուղին։ Իսկ այդ մասնաճյուղը իրեններով իր սեփական շահերից այդ գազը մի քանի անգամ ավելի թանկ, քան ստանում է, ուրեմն մեր գլխին է ծախում։ Այնպես որ սա էլ է մղձավանջի նման մի բան։ Ինչ է նշանակում գազը կանջատել։ Գազ անջատելը ձեզ էլ ձեռնտու չի։ Լավ, հետո ասենք թե դուք թարգեցիք ուրեմն Հայաստանից գնել ծաղիկներ, միրգ ու բանջարեղեն, կոնյակ, հանքային ջուր ջերմուկ եւ այլն։ Այսինքն ձեր միջոցները ոչ մի թարմություն իրենց մեջ չեն պարունակում։ Ճիշտ այդպես դուք վարվում եք ժամանակին Վրաստանի նկատմամբ, երբ արգելեցիք Բորժոմին, Վրաստանի հոյակապ գինիները, ու եւ այլն եւ այլն։ Հիմա նույնն էլ Հայաստանի նկատմամբ է փորձում անել։ Բայց դուք դրանով ինքներդ ձեր գրպանն եք մտնում։ Դուք չեք հասկանում, որ առաջին հերթին դուք եք տուժելու, ձեր շուկան է տուժելու։ Դե գիտեք ինչ ասեմ։ Այդ նույն Նևզորովը երբ ասում է, որ Պուտինը ոչ միայն ծեր է, այլ նաև հիմար է արդեն, անմեղսունակ է, չի հասկանում ինչ է անում, երևի թե ճիշտ է ասում, որտեղ Պուտինը նորից կրկնում եմ, արդեն գնալով ավելի ու ավելի արագ քայլերով երկիրը մոտեցնում է փլուզման։ Իսկ մենք ինչու պետք է հայտնվենք այդ նույն նավում, որը ոչ այսօր կամ վաղը չէ մյուս օրը պետք է խորտակվի։ Ինչ գործ ունենք մեկը նավի վրա հայտնվելու հետ։ Մեզ դա պետք չի, բոլորովին։ Եվ ես կարծում եմ, որ մեր հասարակության ճշգրիտ մեծամասնությունը բնազդաբար դա հասկանում է, դա գիտակցում է։ Շատ լավ։ Պարոն Վարդանյան, ամփոփելով մեր հարցազրույցը, տեսեք, մինչև ընտրությունները այստեղ տեղ ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, Հայաստան-Եվրամիություն, առաջին գագաթնաժողովը մենք տեսանք ինչպիսի պատվիրակություններ եկան, ինչպիսի ներկայացուցչական կազմ էր, ինչպիսի հայտարարություններ հնչեցին, համագործակցության մասին փաստաթղթեր ստորագրվեցին։ Հիմա եթե պատկերացնենք, որ Փաշինյանը իր քաղաքական ուժով փորձելու է այո այդ կապերը խորացնել, այդ համագործակցությունները վերածել կոնկրետ արդյունքների, այս ընդդիմությունը կկարողանա խանգարել, լուրջ խոչընդոտ լինել, եթե գնան խորհրդարան եւ որոշեն աշխատել Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ։ Չեմ կարծում, գիտեք ինչ, ժողովրդի լեզվով ասած այս ընդդիմությունը եղած թե չեղած նույն բանն է։ Այդ ընդդիմության քայլերին, ձգտումներին ոչ ոք ուշադրություն չի դարձնելու։ Ես համոզված եմ դրանում։ Դա մեկ, երկրորդը
ախր ոնց գցում բռնում ես, ժողովրդի լեզվով ասած, ոնց գցում բռնում ես, ապա պարզ երևում է, որ Հայաստանը այս ընտրությունների արդյունքներից հետո ընտրել է այն ճանապարհը, որը այլ ընտրանք չունի։ Տվյալ պայմաններում միջազգային ուրեմն հարթակներում տեղի ունեցող զարգացումները նկատի ունենալով եւ իր ներքին խնդիրները լուծելու նպատակով այլ ընտրանք ուղղակի չունի։ Մենք պետք է գնանք առաջ, մենք հետ գնալու ոչ մի, եթե նույնիսկ ուզենանք էլ չենք կարող արդեն չենք կարող, քայլը արված է։ Քայլը արված է դեպի արևմուտք։ Դեպի, ես չէի ասի դեպի արևմուտք, ես կասեի դեպի քաղաքակրթություն, որի ակունքներում իմիջիայլոց ես բազմից եմ այդ մասին ասել, որի ակունքներում կանգնած է եղել հենց մեր Հայաստանը, մեր հայերը, մեր ժողովուրդը, մեր ազգը։ Մեզանում 300 տարի ավելի շուտ է տեղի ունեցել այն ինչ Եվրոպայում կոչվում է ռենեսանս։ Մենք այդ ռենեսանսը ունեցել ենք 300 տարի Եվրոպայից առաջ։ Ուրեմն սա նշանակում է, որ մենք կանգնած ենք եղել ամբողջ մոլորակի քաղաքակրթության ակունքներում։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ մենք չենք կարող չլինել այդ քաղաքակրթության անբաժին մասը։ Մենք ուղղակի, որ շատ էլ ուզենք, չենք կարողանա։ Ուղղակի չենք կարողանա։ Այնպես որ այստեղ ոնց որ ասում են այն իմ արդեն մի քանի անգամ նշված պատմության տրամաբանությունը նորից հաղթելու է։ Ուրիշ տարբերակ չկա։ Իսկ Ադրբեջանի հետ հարաբերությունները ոնց եք պատկերացնում, ի վերջո ունենք խաղաղության նախաստորագրված փաստաթուղթ, որը ասում են պետք է վաղ թե ուշ նաև ստորագրվի, չնայած որ պայմաններ կան դրանք։ Գիտեք ինչ, ես կարծում եմ, որ ինչպես Միացյալ Նահանգները, այնպես էլ Եվրոպան ուշիվ հետևում են հենց Ադրբեջանի այն քայլերին, որոնք հիմա գուցե Ադրբեջանը հաշվարկում է, բայց ես չեմ կարծում, որ Ադրբեջանը ինքնուրույն ինչ-որ քայլեր է հաշվարկում, որովհետև Ադրբեջանը դա, այսպես ասենք, Թուրքիայի կրտսեր եղբայրն է, եթե ասենք։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, Թուրքիան արդեն մի քանի տասնյակ տարի փորձում է դառնալ Եվրամիության անդամ եւ ապարդյուն։ Ու ես կարծում եմ, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրոպական միությունում որոշ չափով, եթե չասեմ ավելին, կախված կլինի նրանից, թե արդյոք Թուրքիան կճանաչի հայոց ցեղասպանությունը, թե ոչ։ Այդ հարցը շատ սուր է դրված եւ երբեք օրակարգից դուրս չի գալու այդ հարցը։ Մինչև Թուրքիան չճանաչի հայոց ցեղասպանությունը, այդ հարցը կմնա օրակարգում։ Ինչպես մեր քաղաքականության օրակարգում, այնպես էլ միջազգային միջազգային զարգացումների օրակարգում։ Այդ հարցը երբեք ինքն իրեն չի անցնի, չի գնա։ Բայց դա չի խանգարի, որպեսզի սահմանները բացվեն, համագործակցություն Չեմ կարծում, որ ունենա։ դա խանգարի, մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի։ Սահմանները կբացվեն, այո, որովհետև դա միմյանց համար միայն օգուտ կբերի եւ Թուրքիային, եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին, ինչու՞ չէ։ Իհարկե, օգուտ կբերի։ Առևտուրը միշտ լավ բան է, հայերը միշտ լավ առևտրական են եղել։ Դեռ հին Հռոմի ժամանակվանից հայերը հայտնի են եղել իրենց առևտրական բավականին հաջող գործողություններով, հաջողություններով եւ այլն։ Եվ առևտուրը ինչ է, դա զարգացում է։ Դա զարգացում է, իսկ զարգացումը հետդարձից իհարկե ավելի լավ է, այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Այնպես որ ես լավ եմ տրամադրված, ես միշտ լավատես եմ եղել եւ լավատես մնում եմ, քանի որ մոտ ապագայում ես կարծում եմ, որ Հայաստանին սպասում են նորանոր հաջողություններ։ Նախ
մենք կստանանք շատ խոշոր ներդրումներ, շատ խոշոր ներդրումներ։ Ոչ միայն այսպես ընդհանուր արևմուտքից, ես նկատի ունեմ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները, այլ այնպիսի երկրներից, ինչպիսիք են օրինակ Ճապոնիան, Հարավային Կորեան, Նոր Զելանդիան, Ավստրալիան, այսինքն քաղաքակիրթ աշխարհի բոլոր մասերից մենք կստանանք ներդրումներ։ Իսկ քանի որ մենք ներդրումները արդեն կօգտագործենք ոչ թե իշխանավորների գրպանները լցնելու համար, այլ տնտեսությունը զարգացնելու եւ մեր հասարակության կյանքի որակը լավացնելու նպատակով, ապա դա նշանակում է, որ մենք կհասնենք ավելի ու ավելի այսպես հնչեղ հաղթանակների։